Խոսարա, խոստովանի, որ մենթերի համար ես աշխատում, այ ուռոտ։ Թենես ջոգել էր զանգիր, գյուլնաստատու հեքիաթները պատմիր, տղեկնել քեզ հավատացին, հա, արա։ Ինչ տղեկ արա, դու կով եք բամշարը։ Քեզ անհասկացողի տեղ մի դիր։ Դու լավ էլ ջոգում ես, այ մենթ։ Քեզ ոնց բացատրեմ, որ ես մենթ չեմ։ Մենք քո հեռը խոսած զրույցները լսել ենք ու գիտենք, թե դու ինչ կապ ունես քո շեֆի հետ, Բորոյանի։ Չեմ ճանաչում տենց մարդու։ Ու դաժե գիտենք, թե երբ եք խոսացել ու որտեղ ու ինչ եք պլանավորել, այ մենթ։ Չկա տենց բան։ Ինչ ես սրա այդ գլուխ դնում, սատկացրա գնանք։ Սերգոյին եք ասենք խոստովանել ա, մենք է խփել ենք։ Զանգեք Սերգոյին։ Ես իրեն ամեն ինչ կբացատրեմ ու ինքը կհասկանա, որ սխալվել է իմ հարցով։ Սերգուն, չունի քո հետ խոսալու, այ մենթ։ Մի հատ էլ այդ բառ ասեցիր կսպանեմ։ Հələ փորձի բախտդ։ Խոստովանի արա, որ մենթ ես, հնարավոր է սաղ մնաս։ Ես մենթ չեմ։ Չեմ հավատում։ Քո պրոբլեմն է։ Չէ, քո պրոբլեմն է։ Հաջող, կհանդիպենք դժոխքում։ Խփում ես խփի, բայց եթե չխփիր, ես քեզ չեմ խնայի։ Տղերք։ Մեզ մենակ թողեք։ Կներես ես ներկայացման համար, բայց ես պետք է վստահ լինեի քո դիմադրավորականությանը ու ստրեսակայունությանը։ Արձակի։ Ամեն ինչ արդար է։ Հիմա ես հանգիստ եմ քո համար։ Դեմքիդ վնասվածքների համար էլ կասես, որ Բերթից դուրս գալուց նվեր ես ստացել ախրանայից։ Դու ինձ նվաստացրել ես ընտանիքի առաջ։ Ցույց տվեցիր, որ ուժս կորցրել եմ։ Ու ի վիճակի չեմ ճիշտ որոշումներ կայացրել։ Դու ինձ թիկունքից ես խփել, Սաթեն։ Ես քեզ պաշտպանել եմ, սա։ Երբ դու ստիպված կլինես կանգնելու Ավոյի և կլանի մյուս ղեկավարների դիմաց և բացատրություն տալու, կարող ես երդվել քո բոլոր սրբություններով, որ Դավիթին սպանելու հրամանը դու չես տվել։ Ու կարծում ես, որ դա ինչ-որ նշանակություն կունենա Ավոյի համար։ Հա, եթե համոզիչ լինես։ Էդ քիչ է։ Գիտեմ, ու ես պլան ունեմ, թե ոնց կասկածները ցրենք մեր վրայից։
Մենք ամեն ինչ կներկայացնենք այնպես, ինչպես եղել է։ Բացառությամբ մի փոքրիկ դետալի, որ վթարի հեղինակը Ջիվանն է։ Եվ իր կյանքը փրկելու համար սպանել է Դավիթին։ Շատ մեծ ֆանտազիա ունես։ Բայց այդ չի աշխատի։ Ապացույցներ ա պետք։ Կաշխատի, որովհետև ես նախապես լավ պատրաստվել եմ, և Ջիվանի ընտրությունն էլ պատահական չի։ Ես գաղտնի ձայնագրել եմ իմ ու իր բոլոր խոսակցությունները, և լավ մոնտաժի դեպքում հրաշալի նյութ կլինի։ Ու մեր լավ ապացույցը։ Հնարավոր է, որ բանը դրան չհասնի ու Ավոն և իր մարդիկ մեր հետքի վրա դուրս չգան։ Բայց եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ կլինենք։ Ու երբ ես մտածել ես ամեն ինչը պլանավորել։ Երբ հասկացա, որ հետքերը ոչնչացնելու փոխարեն սկսել ես վտանգավոր խաղ խաղալ։ Եթե դա չլինեին Լորդը ու Ավոն, ես դեռ համաձայն կլինեի քո պլանի հետ, բայց դու գիտես, որ նրանք մեզ չեն խնայի։ Դու պիտի տղա ծնվեիր։ Այդ դեպքում մենք չէինք ամուսնան։ Ստեղա, Հա, ես սկսեմ զրուցը, հետո կջողի։ Բարիգուն ձեզ։ բարիգուն։ Բարիգուն ձեզ։ Ես երբ ես ազատվել։ Այսօր։ Բարի վերադարձ։ Շնորհակալ եմ։ Ինչ հյուրասիրեմ ձեզ։ Ինչից որ դու ես խմում։ Անցեք նստեք։ Լավ ասա։ Չենք բողոքում։ Գործով ենք եկել մոտդ։ Ասա լսում եմ։ Իմ մարդիկ ասում են, որ երկու օր առաջ Արոն հեռախոսով խոսացել է հետդ։ Պայմանավորվել է, որ հանդիպեք։ Իմ ճոգելով պայմանավորվել եք, հանդիպել եք։ Ինչից հետո Արոն չկա։ Արոյի զանգելը ու իր անհետանալը լրիվ տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր բաներ կլիներ այն ժամանակ, երբ որ քո զանգելուց հետո հետ գար, հետո նոր կորեր։ Ճանաչում ես ինձ։ Ոնց չէ։ Իսկ դու գիտես Սրբուկը, որին նարկոտիկի վրա ես նստացրել։ Իմ աղջիկն է։ Չէ, չեմ իմացել։ Ես չեմ իմացել։ Ուզելը տվել եմ։ Ես չլնեի, ուրիշից էլ առնելու։ Էդ էլ կապ չունի։ Դու իմ աղջկան մահվան բերան ես հասցրել։ Չէ։ Դրա համար պիտի պատասխան տաս։ Չէ։ Գործը սրա։ Մենք քեզ ոչ մի բանում չենք մեղադրում։
Ուղղակի եթե ինչ-որ ինֆորմացիա գիտես, որ կարող օգնի գտնենք այդ տղուն, ասա։ Ես Արոյին չեմ հանդիպել։ Բայց զանգողը դու ես եղել։ Զանգողը ես եմ եղել, բայց Շախն է Արոյի հետ հանդիպել։ Ինչ թեմա է, կուրսի ես։ Կուրսի եմ։ Անձնական թեմա է ու ես Շախի տեղը չեմ կարա պատասխան տամ։ Կարանք Շախին տենանք։ Կարանք, բայց հիմա Շախը հիմնանալուցում է։ Սրբուկի մոտ աղջկա։ Ես կարող վաղը հանդիպում կազմակերպեմ։ Պայմանավորվանք։ Լավ։ Վաղը սպասում եմ զանգից։ Ես եմ Շախ։ Նորվեգիան ու Սայգոն էին մոտս։ Արոյից էին հարցնում։ Ասեցին ինձ, ոնց դու էիր ասում։ Վաղը պետք է հանդիպել այդ նրա։ Հասկացա։ Խելքդ ինչ ա կտրում։ Դե իրան հանգիստ էր պահում։ Իրար չխառնվեց, որ Արոյի անունը տվինք։ Ես Շախի մասին եմ հարցնում։ Սերգո Շախի հետ տալառնել չկա։ Բայց ինքը նարկոտիկի թեմայի մեջ էլ չկա։ Գաղափար չունեմ, թե այդ ինչ անձնականի մասին է խոսքը։ Լավ։ Գնանք որ հանգստանանք եթե կջողի։ Քո ու Ռազի համար ինչն է անհասկանալի։ Ուզում եմ մենակ մնամ արտահայտության մեջ։ Խառը ժամանակներին Ավոջան անհանգստանում ենք։ Ձեր համար անհանգստացեք։ Ով վիրավոր չես։ Նորմալ է։ Պատանից նայում էի, տեսա ոնց կրակ է ձեր վրա, ոչ ես վնասվել։ Լավ ամեն ինչ։ Տուն գնա հետո կխոսենք։ Եթե ոստիկանությունից հարցնեն, դու ոչինչ չես տեսել։
Սկնացես քերու տղա։ Շավ դու ես, քաղաքում ես։ Հա, գիշերն եմ եկել Վիկ ջան։ Մենք քեզ մի ամսից էինք սպասում։ Հետևիցը սնգած էին։ Իմացա, որ վրեսկերական գործ են հարուցել, փախը Մոսկվայից եկա։ Ինչ կա, ուր ես աղբերս հիմա։ Դրսերում մի ժամից կերևամ։ Քերին զգուշացրու մինչև կգամ։ Եղավ, շավ ջան, սպասում ենք։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։
Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակվակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակվակալենտեի դշոու համերգասրահում։ Էս մեր անգործության հետևանքն է, պապ։ Հասկանում եք, մենք դրանց հետ խոսում ենք, իրանք մեր հետևից քիլեր են ուղարկում։ Իրանք ով ում վրա ես կասկածում։ Բոլորը, Վիկ, բոլորը։ Դու ջողում ես պապային ու ինձ սպանում են, ես հարցերը փակվում էթում էր։ Պապ, խնդրում եմ ձեռներս ազատի, թող ես հարցը իմ ձևերով լուծեմ։ 2 օրում մեր հակառակորդների կհանեմ ջրիերես։ Դու չես հասկանում։ Ինչի չեմ հասկանում, պապ։ Ինչի մասին է խոսքը։ Պապ, նրանք… Եթե նրանք մարդասպաններ են ուղարկել, ուրեմն արդեն Դավիթը չկա։ Չի կարա տենց բան լիրի, պապ։ Ախպերս ողջ է։ Ես գիտեմ։ Մեզ սպանելու ուրիշ պատճառ չկա, Ռազ։ Պետքա պարզենք սրանք ովքեր են։ Ու դուրս գանք ես պատվիրատուի վրա։ Դու ոչինչ չես պարզի։ Սենց գործերի համար կողմնակի մարդիկ են ընտրում, որ հետ կկործնեն։ Չեմ հավատում։ Ինչի պիտի դրանք իմ աղբորը սպանեին։ Ինչ ա արել Դավիթը դրանց, պապ։ Սրանց վերացրու ստեղից, Վիկ, ու զանգի լորդին թող գա։ Մենակ ինքը։ Լավ։ Բայց նորմալ սնվեիր, նոր անցնեիր սուրճի։ Կերայելի, լուտելու ոնց է։ Քուրս ոնց է։ Մտածում էի հետդ կբերես կարոտներս կառնենք։ Լավ է, Քերջան։ Ուղղակի իմ գալը անսպասելի եղավ։ Նենցը մամայի պլանների մեջ կա գա Երևան։ Ոնց է գործերը Մոսկվա։ Շատ լավ է, Սերգո ջան։ Աճում ենք, զարգանում ենք։ Սա չես ուզում ամուսնանաս։ Դրսի բարեկամությունը ուզում է հարսանիք, քեֆ, ուրախություն։ Ու շատ իզուր։ Սոնան իրան դրիվ նվիրել է աշխատանքին և մոռացել է, որ այս աշխարհում կա անձնական կյանք։ Քերջան, դու ասա, դու ոնց ես։ Նորմալ էլի։ Վիգեն ինչ եկել եմ, տար չես ասել։ Կհասցնենք հլը աղբերը շփվենք։ Ալո։ Ասա Ռաֆ լսանը։ Հասկացա գալիս ենք։ Շախը պատրաստան էր այդ հանդիպի։ Գնացեք հանդիպեք ուրեմն։ Ես էլ եմ գալիս։ Չէ, դու մնա, հետս կգաս օֆիս։ Ես երկար եմ փակված մնալու։ Հասկացի, այդքան շտապում ես են աշխարհ գնաս։ Չէ, ես այն աշխարհ գնալու ոչ մի ցանկություն չունեմ, բայց եթե 2 օր չգնամ աշխատանքի, ինձ կազատեն։ Իսկ դուք, ես ոնց հասկացա, ձեր մոտ ինձ չեք տեղավորի։
Այդ արդեն կախված է մասնագիտական ունակություններից։ Լսեք, ես հումորի տրամադրություն չունեմ, ինձ ավելավ ասեք ինչքան է սա շարունակվելու։ Մեր երկու օր կսպասենք, ու եթե շարժ չեղավ, մենք կգնանք, բայց դու կմնաս ոստիկանության հսկողության տակ։ Ու ինչ ա տալու ձեզ այդ 2 օրը։ Եթե որոշել են սպանել, տանը մենք քեզ կարող ենք պաշտպանել, բայց դուրսը դա արդեն բարդ կլինի անել։ Այսինքն դուք վստահ չեք, որ նրանք ուզում են ինձ սպանեն։ Չէ, վստահ չենք։ Բայց դու վկա ես, իսկ այդ մարդիկ վկաներին կենթանի չեն թողնում։ Լավ, գիտես ինչ անես։ Գնա բակ, ծխի, հեռախոսով խոսա, ու եթե քեզ հետևում են, թող տեսնեն, որ դու տանն ես։ Լավ։ Մաքուր զենքը, գործդ կանես, մատնա հետ կերդ կմաքրես, զենքը կշպրտես։ Դու ստեղ ես լնելու։ Հա, հենց որ դուրը բացեցի, մի անգամից կկրակես, ոչ մի հարց, ոչ մի պատասխան։ Առաջի անգամը չի։ Սպասի, հեռախոսը դու բումաժնիկը թող մեքենայի մեջ։ Ես իմ գործը լավ գիտեմ։ Կուրսի եմ, դե համար էլ քեզ եմ վարձել։ Եթե թեմայի մեջ ես, ուրեմն գիտես ինչ պետք անես։ Մանուկյան, տանը անծանոթ է մոտիկանում։ Հագուստի տակ ինչ-որ բան ապահում։ Եկեք հետևից ես կդիմավորեմ։ Սկսվեց, գնացինք։ Գցի։ Դու շրջապատված ես, գնալու տեղ չունես։ Հաշվում եմ միջև 3-ը։ Մեկ։ Երկու։ Մոտակատները ստուգեք, ալա! Այ ես ձեր։ Ասածները մոտ են իրականության, Հակո ջան։ Բայց շատ հնարավոր է, որ ուրիշ մարդ է զակած տվածելնի ուրիշ պատճառներով։ Օրինակ։ Օրինակ, բրատ դու 1000 տարվա այս քաղաքի մարդ ես ու 1000-ը ճուժող ունես։ Մենք լուրջ մարդիկ ենք, լորդ։ Պետք չի հիմա քուչի մակարդակի զրույցներ տանենք։ Պապ, եթե մտածում ես, որ Դավիթը չկա, ուրեմն ինչի հենց հիմա, ինչա փոխվել։ Չգիտեմ, հնարավոր է, որ մենք շատ ենք մոտեցել նրանց ու վտանգ են նկատել։ Ավո ջան, դու ինչ ես հավատում, բայց 3-րդ տարբերակ էլ գոյություն ունի։ Այս սիտուացիայի վրա ինչ-որ մեկը ձեռքերը տակացնում է, աղբեր ջան։ Հենոյն հիշում ես։ Լավ եմ հիշում։ 2 տարի առաջ աղբեր պայթացրին, հոտ հանեցին։
Պարզվեց, որ 20 տարի առաջվա աղբեր ջան, վրեժ խնդրություն էր։ Ռուպերնով ես ասում 20 տարի։ Աբո ջան, ես որ ոչ մի բան բացառել չի կարելի, ցավդ տանեմ։ Դա Աստված ես սխալված լինեմ, բայց մի քանի հրատապ հարցեր կան, որ պետք է լուծել։ Առաջինը ուժեղացրու Կարինեի հսկողությունը։ Եթե ես ճիշտ եմ իմ ենթադրություններում, հաջորդ թիրախ աղջիկ դա լինելու։ Ճիշտ է, պետք է ուժեղացնեմ։ Մենք ռազի հետ բան ենք մտածել, հիմա ինքը կասի քեզ։ Այս պահի դրությամբ ոչ մեկ չգիտի, որ ին վրա եկած այդ երկու քիլլերներին սպանել եմ։ Հիմա պետքա քաղաքում շուխուր գցել, որ դրանցից մեկը ողջ է մնացել ու շուտով պատվիրատուի անունը տալու։ Ձեզ թվում այդ կուտը կուտեն աղբեր։ Ուրիշ ձև չունեն, եթե չեն ուզում անունները ջրի երես լինի։ Իսկ այդ կիլլերները գիտեին դրանց անունները։ Վերևից պատվեր տվողի անունը հաստատ չեն իմանա։ Բայց ինչ որ մեկ է եղել է, որ հետները հանդիպ է պայմանավորվել խոսացել է։ Կարանք այդ շղթայով բարձրանանք վերև ու այդ ուռոդներին գտնենք։ Պրինցիպի լավ տարբերակ ու կարա աշխատի, բայց ես ախրանայա պետք է լինելու։ Ես ունեմ լավ տղեր կդրեմ ձեր հետ։ Դրա կարիքը չկա։ Զանգել եմ Ամերիկա։ Մարդ կա, կգա։ Ով է այդ մարդը։ Իմ գաղտնի զենքը։ Դու գնա երեխու անվտանգության հարցերով զբաղվի։ Մեկ էլ ինֆորմացիան, որ այդ քիլլերը ողջ է, պետք է արագ տարածել լորդ։ Խնդիր չկա այդ ինֆորմացիան անմիջապես կտարածենք, բայց չմոռանանք, որ տարածելուց հետո այդ ինֆորմացիան սրանք էլ են իմանալու։ Պետք է պատրաստ լինել։ Պատրաստ կլինենք։ Ես եմ հանդիպել Արոյի հետ ու շատ անձնական հարցով։ Խոսացել եմ հետը, բացատրել եմ, եկել ենք համաձայնության ու բաց եմ թողել։ Հասկանում եմ, որ անձնական հարցա չես ուզում կիսվես։ Բայց Արոն կորել է, ու մեզ ամբողջական ինֆորմացիա է պետք։ Աղջիկս նարկաման է։ Մորմայից հետո աշկաթող է արել ու չէի տեսել, թե ոնց է հագել այդ զիբիլին։ Մի քանի օր առաջ քիչ էր մնում պերեդոզից մահանար։ Արոնա նարկոտիկով ապահովել աղջկատ։ Հանդիպման իմաստն էլ դրանում էր կայանում, որ բացատրեի հեռու մնար սրբուկիցս։ Հետն էլ $50,000 փող եմ տվել։ $50,000 ինչի համար ես տվել։ Որ հետևի, սաղին կուրսի պայի, որ ուրիշ ալիքներով աղջկաս նարկոտիկ չհասնի։ Ես քո տեղը լինեի Արոյին տեղում գլխից կխփեի։ Դե համ էժանա, համ էլ էֆեկտիվ։ Ու այդ թեմայով քեզ ոչ մեկ բան չէր կարա դեմ տար։ Եթե այդ հարցի լուծում լիներ, տենց է կանեի։ Բայց չլիներ Արոն, կլիներ Բլոն, Պողոսը, Պետրոսը ու տենց շարունակ։ Ինձ դաշնակից էր պետք։ Որի միջոցով ես կոնտրոլ կանեի ու աղջիկս նարկոտիկ չէր հասնի։ Դրա համար գումարը տվել եմ, որ պարտավորությունը զգա իմ հանդեպ։ Խելացի մոտեցումը ես էլ տենց կվարվեի։ Բայց խնդիրն է նա, որ քո հետ հանդիպելուց հետո Արոն կորել է։ Ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Դե այդ ժամանակ քեզ չի ասել, որ բացակայելու է քաղաքից, կամ ինչ-որ միտեղ գնալու է։ Չէ, բայց ինչ-որ զանգ էր եկել։ Ոնց որ Վրաստանից ու շոթա։ Բա ինչի մասին էին խոսում, չլսեցիր։ Ես բնավորություն չունեմ ականջ տնելու ուրիշի խոսակցություններին։ Ես վիրավորելու համար չհարցրեցի։ Ես տենց էլ հասկացա։ Լավ։ Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիր հանդիպես մեր հետ։ Մարդս, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաս, խաբարա։ Լավ։
Ինչ ես կարծում։ Հավատացին։ Ժամանակը ցույց կտա։ Ասա լսում եմ։ Քո աչքով ես տեսել։ Լավ դու տուն գնա, ես կզանգեմ։ Լորդ, շտապ հանդիպել է պետք։ Եսա գալիս եմ։